Կարաս նստես չեմ ուտի քեզ։ Ես քեզնից չեմ վախենում։ Հա? Բա ինձ ինչի էր թվում, որ վախենում ես ինձնից։ Զզվում եմ։ Իսկ կարող ես սիրում ես։ Երբեք։ Երբեք մի ասա երբեք։ Կներեք երեխեք, չեմ ուզում խանգարեմ։ Սեղանը գցած է, գալիս է քաց ուտեք, թե այստեղ բերեմ։ Սոնջան կգանք, բայց հիմա սոված չեմ։ Պապան կգանք։ Պապային զանգում եմ չի պատասխանում։ Ինչի՞։ Դե վերջին մի քանի օր է գործի չի գնացել։ Հիմա էլ վերջ, պապայի երեսելով է տեսնելու։ Ձին դու սոված չես։ Չէ, սոված չեմ։ Սոնջան կնոջս մի չաղասրու, որ չաղանայել չեմ սիրի։ Դե լավ, հերիքա հարսիս ներվեր ուտես, հա։ Բայց ես բան ասեցի, որ չաղանա չեմ սիրի, ոնց կանենց էլ ասում եմ։ Հիմա մինչև պապայի գալի ինչ-որ բան կուզես, ասա բերեմ։ Հիմա Ձինան ինձ կոֆե կտա, դու հանգիստ գնա քորս։ Ձինան ամբողջ գիշեր չի քնել։ Ոչինչ, այսօր կքնի։ Մի հատ կոֆե կդնես կյանքս։ Հիմիկվանից դաստիարակեմ, որ հենց նայեմ կոֆեմ բերի։ Արս։ Կատակ եմ անում Սոնջան։ Էն մեր դավաճան քրոջից ինչ կա։ Մի հատ չզանգեց իմանա ոնց եմ։ Լուսին չգիտի։ Հա? Քննություններն է հանձնում։ Բան չենք ասել, թե չէ վեր կգեներ կգար։ Չնայած ճիշտ արեց, որ չեկավ։ Մյուս անգամ որ ամուսնանամ, չեմ էլ կանչելու։ Հոտաս անգամ չես ամուսնանալու։ Ինչ կլինի որ։ Լուսինա։ Լուս։ Պրիվետ։ Հարցրուտ ես ոնց է քուրս։ Արսենը հարցնում ա ոնց ես։ Հա, Շուրջան։ Այս քամբան։ Դա Դու պատկերացնում ես, հլես մի գործարանից է հասկանում։ Բա մնացած գործարաններից ինչքան են թալանում, որ մենք տեղյակ չենք։ Բայց մտածում ես ընդեցել են գողանում։ Իհարկե, եթե մարդը մի տեղից գողանում է ու չի բռնվում, սովորություն է դառնում, բա մյուս տեղերից էլ կազմակերպենք գողանան։ Չէ, Հա, հավատա ինձ։ Ոչինչ, այդ տղեկին ասել եմ վաղվանից, ասել եմ, այդ կամերաները մի հատ բաց են, ստուգեն, նայեն, տեսնեն ով է մտնում, ով է դուրս գալիս, ով է ներս գալիս, ինչ են տանում, ինչ են բերում։ Ոչինչ, Աշոտ ջան, ոչինչ։ Անպայման դրանք կբռնենք։ Այսօր առավոտվանից խառը խոսակցությունների մեջ են։ Չնայած մի կողմից լավ է, այդ գողին որ բռնեն, մնացածի համար դաս կլինի։ Ճիշտ ես ասում, Աշոտ ջան։ Շատ ճիշտ ես ասում, այդ մեկին որ բռնենք, մնացածների համար դաս կլինի, ճիշտ ես ասում։ Աշոտ, կարող է գնանք մեզ մոտ, քիչ նստենք, խոսանք։ Արսենը այսօր է դուրս գրվե, գնացեք հանգստացեք, վաղը Լիլիան կվեկալեմ կգա։ Դե դու գիտես։ Որ իմանայի գող ես, տղայիս չէի համոզի, որ աղջկատ հետ ամուսնանար։ Ինչ ես նայում արա քշի։ Ինչ թարս օր էր։ Քշի։ Ինչ ա եղել։ Լուսին ինձ ոտ բան ա եղել։ Հիմա ինչ ա եղել։ Միլենային եմ որդեգրում։ Ինչ։ Այդ վեհուկը հատուկ անում, հաստատ ուզում է Սարային ցավացնի։
Հա, հաստատ։ Գիտի, որ երեխու հետ շատ ակապված, դրա համար էլ տենց հանում։ Վատը գիտես որն է, որ երեխուն տանում են Հայաստանից։ Գիտես առան այդ մասին։ Հա, ասել եմ արդեն։ Սենց չի լինի։ Մի բան պետք է մտածենք։ Հա, բայց ինչ։ Ինչ ա եղել։ Հիմա ումից եք բան ասում։ Հաստատ ոչ քեզնից։ Ես քեզ ոտ բան եմ արել։ Ինչից վերցրեցիր։ Դու իմ վրա չես նայում։ Ջղայնացրել եմ քեզ։ Չէ, անուշս։ Տխուր ես։ Ջղայնացրել եմ քեզ։ Արևս մի կրկնի լավ, ես ջղայնացած չեմ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ուզում եմ, որ դու իմ մաման դառնաս, կդառնաս, չէ, ու կգրկես պիտ ոնց հիմա։ Միլենա։ Մամ ջան։ Մամ ջան։ Ja. Հազի։ Բարև։ Ոնց է ցավտան։ Լավ։ Մենք էլ պատրաստվում ենք ճաշել։ Շատ լավ էի կանում, Վալես։ Գնացեք ճաշեք, ես մի քիչ լավ չեմ զգում, հանգստանամ։ Բայց սեղանը պատրաստ է արդեն։ Ոչինչ, Վալես, ոչինչ։ Իսկապես լավ չեմ զգում, մի քիչ հանգստանամ։ Դու գնացեք ճաշեք։ Բա, բայց մեր հարսիկը այսօր առաջին անգամ պիտի մեզ հետ ճաշի։ Ու լավ կլինի, որ բոլորով սեղանի շուրջ լինենք։ Ոչինչ, Վալես, գնացեք, դուք առանց ինձ ճաշեք։ Բա, չեմ հասկանում, ինչ որ բան ա եղել։ Չէ, Վալես, դեռ չի եղել, բայց որոշ կասկածներ ունեմ, եթե ճշտվեց, անպայման մի բան կլինի։ Բարի երեկո։ Բավ, Բա երեկո տղես, ոնց ես։ լավ եմ պապ ջան, դու ոնց ես։ Դոստը դուշմանություն է անում։ Ինչ է եղել։ Տղա ջան, դու գնա իմ հացդ կեր։ Հետո մենք լուրջ պիտի խոսենք։ Գիտեմ դու հիմա ասելու ես, որ իմ մաման չես, այլ սեռան ես, բայց ես միշտ ուզել եմ, որ իմ մաման լինի քո նման սիրուն, քո նման ինձ սիրի։ Միլենաս։ Ես չգիտեմ իմ մաման ինչ տեսք ունի, բայց ես աչքերս փակելուց քեզ եմ տեսել, դու ես իմ մաման։ Իմ աղջիկ։ Իմ փոքրիկ աղջիկ։ Սոված մեռանք, եկեք մի կտոր հաց ուտենք։ Ձինա ջան, ամուսինուց սոված է։ Տես ինչ ես անում։ Բավ ջան, կօգնես ստե։ Արի, տղա ջան։ Լավա, պապ ջան, մերսի։ Սոնդե բերեք, ինչ եք բերում։ Դիստեղ Վալես, դիստեղ։
Գնամ Արմանին զանգեմ տեսնեմ ուր է։ Արմանին հանգիստ թողեք։ Տղեն եկել է հանգստանալու, թող հանգստանա։ Լավ։ Պապ, քեզ ինչ դնեմ։ Դու հացդ կեր, ես կլցնեմ։ Լեցրու։ Ինչ լցնեմ։ Ամեն ինչից։ Պապ, կասես ինչա կատարում։ Սոնա, այն հարսը նեղացավ գնաց, գնատես ինչ անում։ Պապ, բայց ինքը Սոնա, ասում գնատես այն հարսը ինչ անում։ Արի տղա ջան, արի խոսալու բան կա, արի։ Ուրուշ, արդեն լավ։ Ջի։ Ինչ եղավ քեզ։ Ես էլ չեմ կարող այս տանը մնալ։ Չեմ կարող։ Տինա, ինչ ա եղել։ Ինչի ես նորից լացում։ Էլ չեմ կարողանում այս տանը մնալ։ Չեմ կարողանում։ Տինա, ախր սա քո տունն է։ Ես ուզում եմ տուն գնալ։ Ես չպիտի ամուսնանայի։ Հա, հասկանում եմ, պապան կոպիտ մարդ է։ Ու այսօր էլ հա նարվայնացած էր, բայց այդ ոչ քո հետ կապ ունի, ոչ մեր։ Ու հետո տենց չի կարող լինել ամեն անգամ հենց ինչ որ փոքր դատարկ բաներից նյարդայնանաս ու ասես գնում եմ տուն։ Ձին, ինչ կուզես բերեմ։ Տինա, հա, բոլորիս համար էլ դժվար ժամանակներ են։ Հարսանեկան ճամփորդության գնալու փոխարեն գնացիր հիվանդանոց։ Բոլորիս համար էլ ծանր է։ Բայց հասկացի, հիմա արդեն Արսենը լավ է։ Ես համոզված եմ կկազդուրվի ու ամեն ինչ լավ կլինի։ Այդ տնից գնալու մտքերն էլ գլխիցդ հանի, հա։ Դու արդեն մեր տան անդամն ես։ Շնորհակալ եմ։ Դե լավ, Ձին, աչքերդ մաքրի։ Ու ամեն դատարկ բանից էլ մի նեղվի, լավ։ Աշոտ։ Բան ա եղել։ Արևս հարց եմ տալիս չես պատասխանում։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան էլ չի եղել։ Լսի Արսենին դուրս են գրել, ամոթ էր չգնացինք տեսնելու։ Թող մարդիկ հանգստան։ Հա, բայց մենք էլ եք չէ այդ ընտանիքի անդամ։ Ո՞վ։ Հետաքրքիր մարդ ես։ Այն ժամանակ, որ Դինաս ամուսնացած չէր, Ադամի տանից դուրս չէիր գալիս։ Հիմա որ ամուսնացել այդ տանը ապրում է, փոխանակ ավելի շատ գնանք, ավելի շատ շփվենք, դու չես ուզում։ Երես չեն թողել, որ գնանք գանք։ Աշոտ։ Մենակ թե չասես, որ Ադամը Չէ, չգիտի։ Բայց այսօր քննիչի մոտ այդ խեղճ հարիֆի վրա անց էր գազ տվել, ինի լցրեց տակը, հարցեր էր տալի։ Սուս էլ չեմ ուզում լսեմ։ Էլ ոչ ման չեմ ուզում լսեմ, որտեվ չեմ ուզում պատկերացնեմ, թե ինչ կլինի հետո։
Խոսացինք, բացատրեցինք։ Տարավ սաղի սաղջիկըտ տվեց փուրը։ Դե լավ, դու էլ շատ ես չափազանցնում։ Ողջի որը ասում եմ լցրել էր տակը, դա փոխաբերական իմաստով եմ ասում։ Չնայած եթե մի անգամ էլ գնա ու գաստ այդ քննիչի վրա, պետք է հաստատ կլցնի տակը։ Գիտես ինչի, որտեղ ուջուր մարդ է, կսկսի պատմել, խոսալ։ Ուջուր մարդ է։ Դու չես թողնի, որ այդքան բան լինի։ Դե որ դու ես ասում, ոնց կարող եմ թողնել։ Հա, բա պետք է անես, Աշոտ ջան։ Հազարումի ձև կա, դու ձևերը ավելի լավ գիտես։ Հա։ Մի բան կմտածեմ։ Ուզեմ չուզեմ պետք է մտածեմ։ Բստրեմ։ Հա, արևս։ Համել ինչի ես այդ ջուրը խմում, չայ բերեմ։ Խոսաս, պապ։ Ով է քեզ խփել։ Չգիտեմ։ Գիտես։ Բայց չես ասում։ Ինչի։ Ասում եմ չգիտեմ, չես հավատում։ Դուրս եկել մաքրոտ շնչելու։ Խոհանոցի միջով այդ ճենջահոտ շնչելով էի դուրս եկել։ Որ շատ հոգնած ես լինում, պապ ջան։ Ոչ մեկ երեսը չես ուզում տեսնել։ Այդ ժամանակ չես նայում, որտեղից դուրս եկար։ Չէ։ Չհամոզեցիր։ Ինչ ունեմ խափելու, պապ ջան։ Դու ինձ ինչի տեղ ես դրել։ Դու առանց ախրանայի դուրս ես գալիս։ Հա, այն ախրանան էլ լոխի պես կանգնում, հա։ Ու սպասում է թե ոնց է ինչ որ մեկ ընդեղից գալու, դանակը մցնի փորդ, հա։ Դու ինչ կարող ապուշի տեղ ես դրել։ Քո կարծիքով ես եմ ապուշ։ Գնայիմ կամքով մորթվեի։ Արսեն, Պապ, դու ինչի ինչ չես հավատում։ որովհետև կասկածներ կան, պատճառներ կան։ Ինչ պատճառ։ Դինան, Դու գիտես, ես ինչի եմ Զինայի հետ ամուսնացել։ Քո համար։ Ու չեմ հակաճառել։ ավելի Արսեն։ Նա չէ, որ ես քեզ ստիպել եմ։ Հա, Զինան սիրուն աղջիկա կարա լինի իմ կինը։ Այդքան է։ Այսօր քննիչի մոտ էի գնացել։ Ու Աշոտներ էր ընդեղ զարմանալի բան է։ Քննիչին համոզում էր, որ քննիչը այդ գործը փակի։ Այս արդեն ինձ մտածելու առիթ է տալի։ Բա չհարցրեցիր ինչի։ Դե հարցրեցի։ Ո՞մ ես ուզում։ Ես բուժքրոշն եմ ուզում։ Դուրս կգա կտեսնես։ Լավ։ Ես ինչ մի գրկա խառնվել եք։ Պստո ջան լավ ես։ Դու ուրիշ բառ չգիտես։ Միլենա, Ինչ, ամեն իրա գալուց նույն հարցն է տալիս։ Պստո լավ ես, պստո լավ ես։ Շատ հումորով բալիկ ես։ Դու էլ օր ու 8 անգամ ինձ նույն հարցն ես տալիս։ Միլենա, սկսվեց։ Լավ կներեք, Սարան կջղայնանա ու իմ մաման չի լինի։ Դե որ սառան չի ջղայնանա, ջերմաչափը դիր տեսնեմ ոնց ես դնում։
Ինչքան դժվար գործ կա ինձ են տալիս։ Դե։ Իմ իջերոց այն տղան այստեղ է։ Ինչ տղա։ Այն որ գնացինք տեսնելու։ Ես ինչ որ բան չգիտեմ։ Դու ջերմաչափը սխալ ես դրել։ Քեզ խելոք պահի հիմա կգա։ Ու ինչի։ Իր ասելով տղեկը ծեծելով սատկացրել եմ։ Ինքն էլ չի ուզում, որ այդ գործը բացահայտվի, չի ուզում տղեկից ոչ մեկին ժերտվա տա։ Խելացի է մտածում։ Լավ է անում։ Բայց ես այդ հեքիաթներին այդքան չեմ հավատում։ Ես Աշոտին լավ եմ ճանաչում։ Նա որ հանկարծ մի բան չլուներ իմի ամբողջ TV-ներով աղմուկ էր բարձրացրել։ Դժվժիկի պատմությունն էր սարքել, դու լավ գիտես Աշոտին։ Գիտեմ։ Հա, տեսնում ես տղա ջան։ Մտածելու տեղիք է տալիս, չէ՞։ Կհասկանան գլեպապ։ Այս էլ եմ ուզում հասկանամ։ Ու ակամայից սկսում եմ որոշ բաներ հասկանալ։ Ինչ։ Լավ չեմ հասկացել։ Հենց որ հասկանամ, քեզ էլ կասեմ։ Գնացի բալես։ Գնամ պարկեմ։ Բարի գիշեր, պապ։ Բարի գիշեր։ Ես քեզ խնդրել եմ ինձ չանհանգստացնես։ Կներես, բայց չեմ կարողանում մոռանալ այն գիշերը։ Չեմ ուզում կպչուն կամ զզվեցնող մարդու տպավորություն թողնել, բայց ես ինչ շատ մեղավոր եմ զգում քո առաջ։ Ես չեմ ուզում ոչ մի բան լսել ու չեմ ուզում խոսել։ Ուղղակի մոռացի ու գնա, լավ։ Լավ, գոնե կարամ մի հարց տալ։ Ինչի։ Չես կարծում, որ հարցը տանտակ դա։ Թեկուզ։ Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ ես առիթից եմ օգտվել։ Հա, հասկանում եմ, գինով ցած էիր, գինու ազդեցության տակ էիր։ Ես քո առաջ ինձ շատ պատասխանատու եմ զգում, բայց ամեն անգամ, երբ փորձում եմ հարցի պատասխան գտնել կամ ինձ հարց եմ տալիս, ինչի համար ավելի ու ավելի եմ խելագարվում։ Ինձ ամենաստոր ձևով դավաճանել էին, սա էլ քեզ պատճառը։ Այսինքն վրեժխնդիր էի լինում։ Գիտես ինչ, ես այդ պահին եմ վիճակում չէի, որ մտածեի վրեժխնդիր եմ լինում, թե ինչ։ Ուղղակի մի խոսքով։ Լավ, իսկ կարամ ինչ-որ մի ձև մեղքս քաղեմ։ Ուղղակի գնա, խնդրում եմ։ Դա ինձանից վեր է։ Ամեն անգամ, երբ ուզում եմ աչք փակեմ եղածի վրա, ես ինձ ավելի ու ավելի եմ ստոր զգում։ Դու գոնե պատկերացնում ես, ոնց եմ ես ինձ զգում։ Ես անգամ չեմ ուզում հիշել այդ ամեն ինչը, չեմ ուզում մտածել այդ ամենի մասին։ Իսկ դու քո ներկայությամբ ինձ ամեն անգամ հիշեցնում ես։ Ես ուղղակի ուզում եմ մոռանալ այդ գիշերը։ Կլինի։ Գնա։ Չեմ ուզում։
Ոչ առիթից օգտվեմ, ոչ էլ ինչ-որ հակնակներ անեմ։ Բայց քո աչքին է։ Գնա խնդրում եմ։ Սարա։ Գնա։ Գնա։ Գնացի, մենակ գլուխ կհանես։ Հա, գնա հանգիստ։ Բայց ուզում եմ Սարային տեսնեմ։ Բայց ուզ չի։ Հա, բայց էլ երբ։ Առավոտելի աշխատանքի եմ։ Գալիս ենք այստեղ ու ոնց որ կալանավայր լինի, էլ քայլ անել հնարավոր է։ Ես էլ եմ շատ նեղվում։ Գոնե խոսեի Սարայի հետ։ Ես որ գնամ, այնտեղից կզանգեմ։ Այրախոսի դու շատ է եղի։ Հա, լավ, լավ։ Լավ։ Բարի գիշեր։ Ես քիչ եկա հաց ուտելու։ Կարևորը դու ես, դու էլ կերել ես։ Հարց տվեցի։ Ես էլ պատասխանեցի։ Դե ոնց կուզես։ Մենակ չասես, որ դու ստեղ ես քնելու։ Իմ սենյակն է, բնական է, որ ստեղ եմ քնելու։ Խնդրում եմ չասես, որ մենք մնալու ենք նույն սենյակում ու քնելու ենք նույն անկողնում։ Բա դու ինչ գիտեիր։ Տարբեր սենյակներում ենք քնելու, դու այստեղ հյուր ես։ Ահա, ու մի տարի հետո էլ տղա ենք ունենալու։ Որ պետք կլինի կունենաս, չկասկածես։ Լուսանջատ է։ Այդ սաղ գիշեր կարող ակ դե ծարձանի նման կայնես։ Արի քնի, չեմ կծում։ Արի պարկի քնի։ Սարա։ Ես քեզ հասկանալի հայերենով ասել եմ, որ ինձ հանգիստ թողնես։ Սարա, խնդրում, արի մոռանանք այս ամեն ինչը։ Երդվում եմ, էլ երբեք նման բան չի կրկնի։ Խնդրում եմ, Սարա։ Չեմ կարող։ Հասկանում ես, չեմ կարող, կներես։ Հասկանում ես, այդ ընդհանրապես սխալմունք էր, որ ես արդեն ուղղել եմ։ Դու ուղղել ես քո սխալը, իսկ ես չեմ կարողանա ուղղել քո սխալի հետևանքը, հասկանում ես, իմ ամբողջ կյանքում։ Ինչի մասին ես խոսում։ Նրա որ քո պատճառով ես տրվել եմ անծանոթ մարդու։ Ավելի լավ սուտ չես կարող օրինել։ Գիտես ինչ։ Ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա։ Քո պատճառով ես իմ կյանքի ամենամեծ հիմարությունն եմ արել։ Սարա, ամեն ինչ հնարավոր է ուղղել, հասկանում ես։ Ես հենց դա էլ անում եմ։ Ջնջում եմ իմ կյանքից անցյալի մարդկանց։ Հանգիստ թող ինձ։ Սարա։ Լավ, էլի, Էլիզա, հասկացանք։ Ամենուր նույն բանը կարելի է ասել։
Այդ 100,000-ը ինձ համար ոչ մի բան է։ Ուղղակի չեմ ուզում, որ այս տանը ուրիշ կին լինի, ուրիշ մարդ լինի։ 3 աման լվալը դժվար է։ Իա, Սոնջան, ես ինչ ես սնտ շուտ վեր կացել։ Դասի եմ, պապ։ Ապրես։ Շատ ճիշտ ես մտածում։ Սովորելը շատ կարևոր է։ Պապ, ուզում եմ քեզ մի բան խնդրել։ Ասա։ Ուզում եմ աշխատել։ Չէ, չեղավ, Սոնջան, չեղավ։ Դու սովորում ես, ո՞նց ես աշխատելու։ Պապ, ախր ես հիմա վերջին կուրսում եմ սովորում։ Հիմա ինձ համար պրակտիկան շատ կարևոր է։ Կարող ենք չէ այնպես անել, դե մեր հիմնարկներից մեկում։ Շատ լավ բան ես մտածել, այդ դրա համար եմ էլի քիչ շուտ սիրում։ Այսօր բաներ, դասերից հետո արի օֆիս, միասին մի բան կմտածենք։ Լավ։ Ձինա, արի պարկի քնի, Հանգիստ պարկ է, կմրսես, քեզ ինչ, մեղք ես, կարաս ինձ հանգիստ թողնես, թողնեմ, բայց սաղ կյանքդ գետնին նստած ես քնելու, ես սաղ կյանքս տեղ չեմ մնալու, մի հատ խորոշնչի ու արտաշնչի, դու կմնաս տեղ ենքան, ինչքան ես կասեմ, ու կանես են, ինչ որ ես կուզեմ, արի, խելոք պարկի, չեմ կրկնելու, ու ասեմ, ես ուրիշ ընկերում մատով չեմ կպնում, դե պրինցիպի հարց է, Երբեն գնալու։ Երբ բժիշկը թույլ տա։ Բայց բժիշկը թույլ է տվել։ Բժիշկը ասել է, որ քեզ դուրս կգրի, բայց մինչ այդ պետք է մի հատ էլ հետազոտի։ Հոգնեցի։ Իսկ դու ինչի՞ ես այսքան շուտ արթնացել, Իսկ դու ինչի էր ամբողջ գիշեր լացում, Ես չէի լացում, քեզ թվացել է, այ ավազակ։ Չի թվացել։ Թվացել է։ Յա, ես ինչ ունի չի տարել։ Տեկին Գրիգորյան։ Բարի լույս։ Բարի լույս։ Երբ են երեխուն դուրս գրում։ Միջև կեսօր բժիշկը ասեց, որ շուտ դուրս կգրի։ Շատ լավ է։ Ուրեմն արդեն կարող եմ ասել, որ օրվա երկրորդ կեսին գան երեխուն տանեն։ Իսկ մենք կարող ենք խոսել։ Ինչի մասին։ Երեխայի։ Միլենային որդեգրել են։ Նրա նոր ծնողները անհամբեր սպասում են երեխայի հետ հանդիպմանը։